Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանի անվտանգության ուժերը ըստ տեղեկությունների կանխել են Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, որը ենթադրաբար կազմակերպվել էր Իսրայելի կողմից։ Այս բացահայտումը ի հայտ է եկել Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին, որը համընկնում է Ժնևում կայանալիք կարևորագույն միջուկային բանակցությունների հետ։ Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հաստատել էր, որ Ժնևում հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի իր գործընկերների հետ 3 եվրոպական տերությունների խնդրանքով, հայտնել էր Իրանի մեհր լրատվական գործակալությունը։ Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը այսօր հարվածել է Բերշևայում տեղակայված իսրայելական պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող IT ընկերության և Microsoft-ի գրասենյակներին։ 3 Իսրայելի հարձակման հետևանքով վնասվել էր Բերշևայի խոշոր հիվանդանոցներից մեկը՝ Սորակա բժշկական կենտրոնը։ Իրանական կողմը պնդում է, որ հարվածների բուն թիրախը եղել է հիվանդանոցին հարակից Իսրայելի բանակի հրամանատարության և հետազոտության կենտրոնը, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ որևէ սխալ քայլ չձեռնարկել։ Պեսկովը ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը որևէ քայլ ձեռնարկեն Իրանի դեմ, Մոսկվան դա կդիտարկի որպես լուրջ սխալ, քանի որ պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությունը էլ ավելի կսրի ներկայիս լարվածությունը տարածաշրջանում։ Իր հերթին, Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց անշուշտ նա կլինի այն երկիրը, որը կորոշի, թե ինչպես կավարտվի պատերազմը։ Զարիֆը շեշտել է, որ Իրանը 3 դար շարունակ չի հարձակվել որևէ երկրի վրա, սակայն ցուցադրել է անհավանական դիմադրողականություն՝ պաշտպանելով Իրանի անվտանգությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց էին ունեցել։ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննադատել էին Իսրայելի գործողությունները Իրանի դեմ, շեշտելով լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Նախագահները համակարծիք են եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Նրանք կոչ են արել խնդիրը լուծել դիվանագիտական ջանքերով։ Սի Ցզինպինը հատկապես ընդգծել է Ռուսաստանի դերը որպես հնարավոր միջնորդ, նշել է, որ ՌԴ-ն կարող է նպաստել լարվածության թուլացմանը։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Թեհրանին և Իրանի մի շարք այլ քաղաքների ուղղությամբ, սպանելով բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների։ Ի պատասխան, Իրանը ուրբաթ օրվանից սկսած հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարբեր թիրախներին, որոնք հանգեցրել են զոհերի և զգալի վնասների։ Այսօր արդեն հակամարտության 8-րդ օրն է։ Պաշտոնական տվյալներով մարտական գործողությունների սկզբից ի վեր Իրանում զոհվել է շուրջ 600 մարդ, իսկ Իսրայելում 24։ Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրում է Իրանին ուրանի հարստացման միջոցներով միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։ Թեհրանը հերքում է մեղադրանքները, պնդելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։